Սիրելի բարեկամներ, ստուդիայում ձեզ հետ եմ ես, Արա Սարգսակ Նալչաջյանս։ Լարմաս հաղորդաշարն է եթերում։ Հաղորդաշարի նպատակն է հայության համախմբումը։ Այն միջոցը, որով դա հնարավոր է անել, նախ եւ առաջ հայոց ազգային գաղափարախոսությունն է։ Ուստի մեր հաղորդաշարով ներկայացնում ենք այդ գաղափարախոսությունը, որ կոչել ենք հատուկ անվամբ Լարմաս։ Հիմնական իմաստն է առ-Մասիս, դեպի Մասիս, դեպի Արարատ, որը հայության եւ Հայաստանի գլխավոր խորհրդանիշն է եւ արժեհամակարգային ուղենիշը։ Լարմաս հաղորդաշարի հերթական թողարկմանը հեռավար զրույցի ենք հրավիրել իսպանահայ գրող-հրապարակախոս, պատմաբան, Իսպանիայի Արարատ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանին։ Ողջունում եմ ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղուկասյան, ինչը ձեզ համոզեց, որ անհրաժեշտ է հայերի համախմբումը, ամբողջ աշխարհի հայության համախմբումը։ Ես կարծում եմ, որ համախմբման համար ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը չպետք է որ համոզի, որպեսզի մենք համախմբվենք եւ հանդես գանք միասնական ուժով։ Կարծում եմ, որ բացի հայրենիքում բնակվող մեր հայրենակիցները ամբողջ աշխարհասփյուր հայությունը պետք է համախմբվի այս ամեն օր քաոսային վիճակի մեջ գտնվող, ամեն անգամ քաոսային վիճակի մեջ գտնվող աշխարհին 100 պատշաճի ներկայանալու համար։ Չհամախմբվելու դեպքում կարող ենք զոհը դառնալ այդ նույն քաոսին։ Իսկապես այդպես է, անվիճելի ճշմարտություն է դա։ Պարոն Ղուկասյան, Լարմաս գաղափարախոսության համաձայն հայության եռամիասնական ուղին է գիտելիք, աշխատանք եւ հոգեվոր։ Եթե այս տերմինները հապավում որպես դիմացին դիտարկենք, կստացվի ԳԱՀ, գահ, որը պետականություն խորհրդանշող բառ է։ Եվ համաձայն Լարմաս գաղափարախոսության այն նպատակը, որին տանում է այս ուղին, հայությունը, Հայաստանը տեսնել բարձր արժեքներով առաջնորդվող մի ազգ, մի երկիր, մի պետություն։ Ըստ ձեզ հնարավոր է արդյոք այս ուղիով հասնել այդ նպատակին՝ գիտելիքի, աշխատանքի եւ հոգեվորի ուղիով։ Իհարկե, այլ կերպ հնարավոր էլ չէ, քանի որ մենք ապրում ենք գիտելիքի դարաշրջանում ամբողջությամբ, աշխարհը շարժվում է հենց այդ ուղղությամբ եւ 21-րդ դարում չունենալով գիտելիք, ես նկատի ունեմ բոլոր ոլորտներում, մենք կարող ենք ընդհանրապես կորչել այս խառնարանում, այս ազգերի խառնարանում։ Պետք է նկատի ունենալ մի բան, որ աշխարհում կան մոտավորապես 6000 լեզու, 4000 ազգ եւ 200 պետություն։ Մենք ունենք մեր լեզուն, մենք ազգ ենք եւ մենք ունենք պետություն այդ 200 մոտ 200-ից մի քիչ ավել պետությունների շարքում նաեւ մենք կանք։ Եթե մենք չենք ուզում կորչել պատմության այս թատերաբեում, պետք է ունենանք առաջնահերթ ամենակարևոր գրավական այս 21-րդ դարի, որն է գիտելիք։ Իսկ գիտելիքը այժմ պետք է կիրառվի բոլոր ոլորտներում, ռազմավարական ոլորտում, այն բոլոր ոլորտներում, որը որ երկիրը տանում է դեպի զարգացում, որը երկիրը եւ ազգը տանում է դեպի զարգացում։ Եվ իհարկե գիտելիքը գործի դնելու միակ գործիքը դա աշխատանքն է, այսինքն մենք պետք է օրնիբուն աշխատենք, որպեսզի մեր երկիրը ի վերջո ծաղկի եւ ի վերջո այս բազմազգ երկրների շարքում իր ուրույն տեղ ունի։ Եվ այդ ուրույն տեղը մենք կարող ենք ամրապնդել մեր մշակութային եւ հոգեվոր արժեքներով, որն էլ հենց այդ գաղափարախոսության երրորդ կետն է։ Մենք կարող ենք աշխարհին նավթ չտալ, կարող ենք աշխարհին
այլ օգտակար հանածոներ չտալ, բայց մենք կարող ենք աշխարհին հանդես գալ մեր մշակույթով, մեր բազմադարյա հարուստ մշակույթով, ի վերջո աշխարհն է գալու է դրան, որ ի վերջո մեքենան շարժելու համար միայն նավթ չէ, որ հարկավոր է, այլ մշակույթ, գիտելիք, այլ այն ամենը, ինչ որ պետք է ի վերջո դառնա երկիր մոլորակի զարգացման միակ ուղին։ Պարոն Ղուկասյան, մեր երկիրը Հայաստանը որպես միասնական համակարգ պետք է ունենա ուղղվածություն, վեկտոր։ Առհասարակ ինչպես են ուղին եւ նպատակը ձևավորում համակարգերի ուղղվածությունը։ Մեր դեպքում Հայաստանի ուղղվածությունը, ձգտումը, վեկտորը։ Մենք այս մեծ աշխարհում փոքր երկիր ենք, սակայն մեծ ազգ ենք։ Մենք կարող ենք աշխարհին տալ մեր յուրահատկությունը, աշխարհին տալ մեր ազգային առանձնահատկությունը, ունենալ ազգային գաղափարախոսություն այս գլոբալիզացված աշխարհում սխալ չէ։ Ի վերջո աշխարհն էլ գալու է այդ համոզման, որ հենց այս երկիր մոլորակը հարուստ է բազմամշակութայնությամբ եւ տարբեր կրոններով եւ տարբեր մշակույթներով, որոնք գոյություն ունեն, լեզուներով, որոնք գոյություն ունեն այս երկիր մոլորակի վրա։ Եվ եթե ուզում ենք մեր ուրույն տեղ ունենալ այդ խճանկարում, մենք պետք է զարգացնենք, անընդհատ պետք է զարգացնենք մեր մշակույթը, մեր լեզուն, պայքարենք ուծացման դեպ շատ կարևոր է այդ լեզվի պահպանումը, որովհետև մեր ազգի մեծ մասը բնակվում է մեր հայրենիքից դուրս եւ ուծացումը եւ լեզուն կորցնելը դա մեծ վտանգ է եւ դրա համար էլ պետք է պայքարենք, պետք է կարողանալ այդ պայքարը հավուր պատշաճի տանել, որպեսզի հայկական ընտանիքներում կամ խառն ամուսնություններում ի վերջո հայոց լեզուն, մայրենի լեզուն, մեր մշակույթը, մեր հավատքը ավելի դոմինանտ տեղ գրավի, որպեսզի կարողանանք հարատևել։ Աշխարհում գրեթե ամեն ամիսը մեկ մի լեզու անհետանում է, մի բարբառ անհետանում է։ Դրա համար մեր պայքարը պետք է լինի ոչ միայն յուրաքանչյուրիս կողմից, անհատների կողմից, այլ նաև դա պետք է լինի պետական մոտեցում, դրան պետք է լինի պետական մոտեցում, որպեսզի հնդեվրոպական լեզվաընտանիքի նախալեզուն համարվող հայերենը չգնա կորչի այս լեզուների, ազգերի եւ պետությունների խճանկարում։ Ինչ եք կարծում, կարող է արդյոք առհասարակ ազգային գաղափարախոսությունը համախմբել մեր հասարակությանը։ Եթե այո, ապա ինչպես, ինչ մեխանիզմով։ Ոչ թե կարող է, այլ պետք է համախմբի ազգային գաղափարախոսությունը։ Վերջին 35 տարիների ընթացքում աստիճանական կարգով տարեստարի ոչ միայն կարծես թե աշխատանք է տարվել, որպեսզի ազգային գաղափարախոսությունը երկրորդական, երրորդական պլան մղվի, այլ նաև արժեքների դեգրադացիա է գնացել այս ամբողջ տարիների ընթացքում։ Հայաստանի ինքնորոշումից հետո, 1991 թվականի ինքնորոշումից հետո։ Եվ սա ցավալի է, սա պետք է, այդ արժեքները պետք է վերականգնվեն, ազգային գաղափարախոսությունը պետք է վերականգնվի, մենք հիմա տեսնում ենք, որ այդ հետընթացը շարունակվում է եւ ազգային գաղափարախոսության արժեքների դեմ պայքարը շարունակվում է դեռ, գուցե մտածում են, որ պետք է հասցնեն իրեն հանգուցալուծմանը այդ այսպես կոչված ծրագրի, սակայն ես կարծում եմ, որ դա չի հաջողվի, քանի որ կրկնում եմ, մենք ազգ ենք, մենք գրեթե 10,000-ամյա ազգ ենք եւ ջնջել այդ հիշողությունը մեզանից, ես կարծում եմ, որ անհնար է։ Ինչքան էլ դպրոցներում ծրագրեր փոխվեն, ինչքան էլ ճակերտավոր իրական Հայաստանի մասին խոսեն,
այս հիշողությունը ջնջել 10,000-ամյա հիշողությունը անհնար է։ Մենք այն ազգերից ենք, որ ստեղծել ենք տոմար։ Մենք այն ազգերից ենք, որ ստեղծել ենք լեզու, գրեր, եւ դա շատ քիչ ազգերին է հատուկ այս աշխարհում։ Այն ազգերից ենք, որի հողի վրա մարդկությունն է առաջացել, մարդկության բնօրանն ենք համարում։ Եվ դա հերքելը նշանակում է, որ կողքի արհեստածին ազգերը կամ ժողովուրդները կամ ցեղերը կսկսեն վերագրել իրենց, եթե մենք սկսենք հերքել դրանք։ Նրանց կեղծիքը տարեստարի կդառնա ճշմարտություն։ Կեղծիքը, որ անդադ կրկնում են, վերջում դառնում է ճշմարտություն։ Դա մեր թերացումն է նաև։ Ասենք թե մենք էլ կարող էինք հասնել այն աստիճանի, որ Մովսես Խորենացին, Ագաթան Գեղոսը կամ Փավստոս Բյուզանդը կամ մյուս պատմիչները դառնային այնքան հայտնի ամբողջ աշխարհում, ինչպես օրինակ Պլատոնը, Արիստոտելը կամ Հերոդոտը։ Դա մեր թերացումն է։ Մեր թերացումն է նաև չպահպանելը այն հնագույնը, որը ունեցել ենք, եւ դա մենք պետք է պահպանեինք, այնպես ինչպես Հռոմում, ներկայիս Իտալիայում եւ Հունաստանում են պահպանել։ Նրանք էլ են քրիստոնյա երկրներ, քրիստոնյա ազգեր են, բայց իրենց հնագույնը պահպանել են, որպեսզի դա ներկայիս աշխարհում տեսանելի լինի ամբողջ մարդկությանը։ Հիմա դրանք պետք է վերականգնենք մենք։ Մենք պետք է վերականգնենք Հայկ Նահապետին եւ մյուս մեր հերոսներին եւ սրբացնենք նրանց։ Նրանք պետք է սուրբ դառնան։ Այսինքն նրանց անուններով պետք է եկեղեցիներ կոչվեն։ Ինչու՞ չունենք մենք այդ իրենց անուններով, ասենք թե եկեղեցիներ։ Դա շատ կարևոր է, որպեսզի մեր հայության ինքնագիտակցության մեջ ի վերջո արթնանա այն հնագույն ազգի գաղափարը, որը ոչ այլ ինչ է, քան, ասենք, ամբողջ մարդկության, աշխարհի մարդկության բնօրրանը հանդիսացող երկրի ժողովուրդ, երկրի ազգ։ Պետք է հպարտանանք դրան։ Եվ շատ ժամանակ, երբ որ խոսում ենք դրա մասին, նույնիսկ մենք ինչ որ չափով թե քաղաքավարությանը զոհ գնալով, թե ինչին զոհ գնալով ամաչում ենք դա ասել։ Նույնիսկ այդ դեպքում, երբ որ գիտենք, որ դա այդպես է, այդ ամենը այդպես է, մենք ամաչում ենք նույնիսկ այդ ճիշտը, ճշմարտությունը, որը պետք է հասանելի դարձնել ազգերին, ժողովուրդներին ներկայիս, մենք ամաչում ենք կամ քաշվում ենք կամ ալարում ենք նույնիսկ դրա մասին խոսել։ Իսկ դա այս աշխարհում հանցագործություն է։ Տեսնում ենք, որ մեր կողքի չազգերը ինչպես են իրենց պատմությունը հնացնում, ինչպես են վերագրում այն ամենը, ինչ որ մեզ է պատկանում իրենց, եւ մենք արանքում գնում կորչում ենք, պետականություն ենք կորցնում ենք լեզու, կորցնում ենք մեր հոգևոր մշակութային կենտրոնները, ինչքան կենտրոններ ու դպրոցներ ու մշակութային եւ կրոնական կենտրոններ ենք մենք կորցրել ցեղասպանությունից սկսած դրանից առաջ եւ կարծես թե աշխարհը լուռ է դրան։ Եթե տեսնում ենք, որ աշխարհը լուռ է, ուրեմն երբ որ մենք մտածում ենք կառուցել ինչ-որ մի մշակութային կենտրոն կամ դպրոց, առաջին հերթին պետք է մտածել մենք կարողանալու ենք այս խառնաշփոթ աշխարհում, այս խառնարանում պահել դա, հետո նոր կառուցել։ Պարոն Ղուկասյան, դուք հիշեցիք ձեր խոսքում մեր ազգի անվանադիր նախնուն Հայկ Նահապետին, իսկապես Հայկ Նահապետը մեծագույն մեկն է մարդկության ամբողջ պատմության մեջ, մասնավորապես մեր ազգի մեծերից Ղևոնդը Ալիշանը,
որ Մխիթարյան նշանավոր հայրերից էր, նշում է, որ 2 անգամ Աստվածհայտնություն է ունեցել Հայկ Նահապետը եւ նրա անունը գրաբար թարգմանության մեջ Աստվածաշունչ Մատյանի ուղղակի եւ անուղղակի կերպով հիշատակվում է եւ կոնկրետ ինձ համար Հայկ Նահապետը Աստվածաշնչյան մեծագույն սուրբերից մեկի պես այդպիսի մի սուրբ է, որը նաև մեր տոմարի հիմնադիրն է, այն աստիճան իմաստուն եւ գիտուն մարդ է եղել, այդ ուշիմ հսկան, մեր ազգի անվանադիր նախնի Հայկ Նահապետը, որ անգամ տոմար է հիմնել եւ այնպիսի տոմար, որ դարերով ուղեկցել է մեր ժողովրդին շատ երկար ժամանակ։ Իսկապես մենք պետք է ուրախ լինենք, որ այդպիսի մեծ հիմնադիր ունենք մեր ազգին։ Իհարկե, եւ հպարտանալով հանդերձ պետք է մենք կարողանանք 100 պատշաճի ներկայացնել նրան աշխարհին։ Ես Հայկ Նահապետին կհամարեի չարության դեմ պայքարի ամենաուժեղ հաղթողը։ Եթե այդքան հեռու ենք գնում, մոտ 5000 տարի հեռու ենք գնում եւ տեսնում ենք, թե ինչու է կայանում Հայկ Նահապետի պայքարը ընդդեմ բելի, որ կառուցում էր աշտարակը, որպեսզի հասներ Աստծուն, տեսնում ենք, թե ինչ հսկայական դեր է ունեցել, բայց մենք ոչ միայն չենք զարգացրել այդ թեզը, այլ թերագնահատել ենք դա։ Գուցե նաև դա պատմական անցքերն են բերել այդ ամենին, քանի որ մենք ավելի քան 70 տարի եղել ենք խորհրդային միության կազմում, մեր պատմությունը ինչքան ուժ են ունեցել, այլանդակել են, մեր պատմությունը դիակոնովները այնքան են նսեմացրել, որ Ուրարտուն չէին համարում հայկական պետություն, մեզ ասում էին ինչ գործ ունեք այդ քոչվոր ցեղերի հետ, բայց քոչվոր ցեղը չի կարող պետություն ստեղծել։ Ինչ անենք, որ ասորեստանցիները չէին կարողանում ասել Արարատ, ասում էին Ուրարտու։ Հիմա ինչ մենք հրաժարվենք մեր պատմությունից, գրեթե 300 դարյա պատմությունից, կամ դրանից առաջ։ Ի վերջո, Հայկը վերադարձավ իր հայրական օջախ, այսինքն մենք արդեն պետություն ունենք։ Թորգոմյա տունն Թորգոմյա, դա արդեն մեր պետությունն էր։ Եվ դրանից առաջ եղել է Արարատ տայի երկիրը, ի վերջո, որ հիշատակում են շումերները։ Մենք այդքան վաղնջական ժամանակներից պատմություն ունենք, թողել ենք, որ նսեմացնեն այդ պատմությունը, քչացնեն, կրճատեն, սարքեն, իբր թե 5-րդ դարից ենք մենք սկսել մեր պետության եւ ազգի ստարտը, այսպես ասենք, ոչ միայն թողել ենք, այլ հետագայում չենք կարողացել ճիշտ ներկայացնել աշխարհին։ Դա մեր թերությունն է։ Դա պետք է այդ սխալը, այդ բացը պետք է լրացնել, պետք է ուղղել այդ սխալը։ Ի վերջո ես Հայկ Նահապետին օրինակ համատում եմ ժամանակի ամենամեծ, հիմա մի քիչ մոդայիկ է այդ բառը ասել, ինֆլուենսերը, այնպես ինչպես Քրիստոսն է իր ժամանակի ամենաազդեցիկ դեմքը եղել։ Եվ չզարգացնել այդ թեզը, որ մարդը ոչ թե ստեղծեց մի սովորական հայք, այլ պայքարեց չարի դեմ եւ հաղթեց այն։ Իդեպ, եթե նկատել եք, նույնիսկ հեթանոսության շրջանում մենք չար աստվածներ չենք ունեցել։ Մենք պայքարել ենք անդադ չարի դեմ։ Մեր բոլոր աստվածները բարի են եղել։ Մենք չարքեր ունեցել ենք, բայց չար աստվածներ չենք ունեցել։ Մենք Հադես չենք ունեցել, ինչպես հին Հունաստանում, կամ ասենք այլ ազգերի մոտ մեռելների աստված եւ ասենք դժոխքի աստված եւ այլ։ Սա ինչից է գալիս։ Մեր ազգային գաղափարախոսությունն է, սա ազգային նկարագիրն է։ Մենք չենք պայքարել այնքան ժամանակ, մինչև որ չեն մտել մեր տուն։ Գուցե եւ դա մեր սխալն է եղել։ Տեսեք, շումերները Արարատ տայից գնում են հարավային մասերը միջագետքի եւ ստեղծում են Շումերիա, որոնք ոչ այլ ինչ են, քան հայեր, եւ տեսնում են, որ չեն կարողանում ապրել, սկսում են արշավանքներ ձեռնարկել իրենց իսկ հայրենիքի դեմ։
այն հայրենիքի, որին ասում են այնտեղ աստվածներն են բնակվում։ Իրենք իրենց երկրի, իրենց հարազատների դեմ պայքար են սկսում, որպեսզի կարողանան ապրել, որովհետև կառուցել չգիտեին, ասենք ոսկին արտադրել չգիտեին, երկաթը մշակել չգիտեին, հողագործությամբ զբաղվել չգիտեին, չէ՞, եւ սկսում են պայքար։ Այդ ձևով ծնվում է աշխարհում առաջին պետությունը, Հարատտա պետությունը, որպեսզի կարողանա պայքարել հենց նույն շումերների դեմ, որ ոչ այլ ինչ են կրկնում եմ, քան հայեր, որ արարատցիներ, Արարատի երկրի բնակիչներ։ Այսքան խորության, այսքան հնության պատմություն ունենալով հանդերձ, մենք չգիտես ինչու ալարում ենք, թերանում ենք այդ հարցում, որպեսզի աշխարհին ներկայանանք այնպիսին, ինչպիսին կանք։ Եվ դրանից օգտվում են կողքի, այսպես ասած, չազգերը, այլ ցեղային միությունները, ցեղերը, որոնք արհեստածին են, այդ ազգերը, պետությունները ստեղծել են միայն ներկայիս նպատակների համար, ներկայիս նպատակները հայտնի է, հասկանում ենք ինչի համար։ Ուրեմն մենք մեծ գործ ունենք անել։ Այսքանով հանդերձ պետք է ասել, որ մենք շատ մեծ եկող սերունդը հատկապես մեծ գործ ունի անել։ Դրանով հանդերձ պետք է քայլել աշխարհին համընթաց։ Հիմա գիտելիքի դար է, արհեստական ինտելեկտի դար է, բանական ինտելեկտի դար է։ Մենք պետք է հասնենք դրան, պետք է այդ ուղղությամբ զարգացնենք։ Տեսնում ենք, որ օրինակ պատերազմներն են փոխվել, այլևս պետք չի խրամատներ փորել, որպեսզի սահմաններ գծել կամ պայքարել թշնամու դեմ, այլևս պետք չի ամբողջ զորքով մի 100,000-անոց զորք ստեղծել, որպեսզի պայքարել։ Տեսնում ենք, որ խրամատները հիմա փորվում են երկնքում, անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Տեսնում ենք, որ պայքարը կարող է տանել մի զինվոր կառավարելով 10 դրոն, ասենք թե մենք պետք է այդ դրան համընթաց գնանք։ Հետո նոր մտածենք մյուս կենտրոնների կամ արձանների կառուցման մասին։ Եթե մենք չենք կարող այդ արձանները պահել, եթե մենք Գանձասարը չէինք կարողանալու պահել, դեռ դրա մասին մտածելը վաղ էր։ Եթե մենք հաղթող երկիր էինք 94 թվականին, ինչու 30 տարվա ընթացքում Արցախում այդպես էլ 150,000 բնակչությունից բնակչությունը չաճեց, եթե մենք հաղթող պետություն էինք։ Եթե մենք հաղթող պետություն էինք, ինչու Սյունիքում մինչև հիմա ամենաքիչ բնակվող մարզն է համարվում, ամենաքիչ բնակչություն ունեցող մարզն է համարվում։ Ինչու այնտեղ առնվազն 1 միլիոն մարդ պիտի ապրեր հիմա Սյունիքում։ Այսինքն մենք ազգային գաղափարախոսությունը ոչ միայն կորցրեցինք, այլև պետականամետ չեղանք, պետությունը ազգամետ չեղավ եւ ազգը պետականամետ չեղավ, չպայքարեցինք դրա համար։ Իմ նմանները դուրս եկան երկրից, շատ է, 1.5 միլիոն հայ է դուրս եկել այս 35 տարվա ընթացքում, ինչու ենք դուրս եկել, ինչու պիտի դուրս գայինք, ինչու պիտի չբնակեցնեինք Արցախը, Սյունիքը եւ մյուս մարզերը, որովհետեւ պետական ծրագիր չի եղել, որովհետեւ եղել է բանակը կազմաքանդելու ծրագիր, որովհետեւ եղել է Արցախի բնակչությունը չավելացնելու ծրագիր։ Եվ սա է մեր դժբախտությունը։ Մենք հասնում ենք աշխարհի ծայրը, նոր ենք հասկանում, թե ինչ եղավ, ինչու սենց եղավ, ինչու այսպես եղավ։ Եթե կարողանանք կոնկրետ ասենք Լարմասը, եթե կարողանա իր այդ ծրագրերի շրջանակներում, այդ գաղափարախոսության շրջանակներում աշխատել հենց այս ուղղությամբ, օրինակ հայրենադարձություն, մարզերի բնակչության ավելացում, եթե Արցախում 1 միլիոն մարդ լիներ, ոչ ոք չէր հարձակվի Արցախի վրա։ Սա պարզապես ծրագիր էր, որ Արցախի բնակչությունը 150,000-ից չավելանա։ Իսկ բնակիչների կամ դեմոգրաֆիայի համար ինչպես են պայքարում, բնակիչների շատացման համար, ծրագրերով, պետական ծրագրերով, տունը նվիրելով, անասունը նվիրելով, հողը նվիրելով, այդպիսի ծրագրերով են։ Տեսեք Իսրայելը,
Իսրայելը 14,000 քառակուսի կիլոմետր տարածք է ընդամենը եւ պայքարում է ամբողջ արաբական աշխարհի դեմ եւ ասում է ես պիտի ապրեմ։ Իմ վրա հարձակվողին ես պիտի խփեմ, ես պիտի ապրեմ, ես պիտի երկիր ունենամ։ Եվ նրանք անապատը երկիր սարքեցին։ Իսկ մենք մեր երկիրը անապատ սարքեցինք։ Որովհետև նայեք Իսրայելի ղեկավարներին, Իսրայելի վարչապետներին նայեք, ովքեր են նրանք, եւ նայեք մեր ղեկավարներին։ Ժեկի պետերից սկսած մինչև անհայտ անձինք եկան դարձան մեզ ղեկավար ու ասացին, եթե փող չունեք, հարևանից պարտք արեք, որ ապրեք։ Կամ եթե չեք կարող ապրել, դուրս եկեք երկրից, որպեսզի մենք ավելի հեշտ կարողանանք կառավարել։ Քիչ բնակչությանը ավելի հեշտ է կառավարվում, չէ՞։ Այս է եղել մեր ամբողջ այդ պայքարի, այն պայքարը, որ խորհրդային միությունից նոր դուրս եկած ազգը հավատալով պայքարում էր, որ ի վերջո մենք ստեղծելու ենք այն պետությունը, որը Վիլսոնն է ճանաչել։ Մենք գալու ենք դեպի դա։ Եվ ամբողջովին այնպես արեցին, որ Ռուսաստանից այդ ազդակները, Ռուսաստանից այդ վերապատրաստումը մեր ղեկավարների նկատմամբ այդ դրածո լինելը ի վերջո հանգեցրեց այս ամենը։ Ունենք այն հիմա ինչ ունենք։ Սա հիմա ենք հասկանում, որ ամբողջը ծրագրված էր։ Հիմա ենք հասկանում։ Բայց ի վերջո մենք պատմությունից դաշ չենք քաղում։ Սա է ցավալի, որ մենք պատմությունից չենք կարողանում դաս քաղել։ Ասում ենք Էրդողանի ժամանակների Թուրքը մի քիչ ավելի լավն է։ Աթաթուրքի ժամանակների Թուրքը մի քիչ ավելի լավն է։ Այս Ռուսաստանը մի քիչ ավելի լավ Ռուսաստան է։ Եվ այսպես գնում ենք կորչում ենք այդ խառնարանը։ Տարեց տարի։ Պարոն Ղուկասյան, դուք նշեցիք արմատներին վերադառնալու անհրաժեշտության մասին, կարծում եմ, որ այդ թափանիվը արդեն սկսել է շարժվել, մեր ժողովրդի մեջ արդեն կան նախանշաններ այդ ուղղությամբ գնալու եւ այն բոլոր բացթողումները, որոնց մասին դուք նշեցիք, կարծում եմ, որ մենք պետք է լրացնենք հիմա եւ առաջիկա բավական կարճ ժամանակահատվածում շատ արագ պետք է լինի վերականգնումը, որպեսզի դա չթողնվի հաջորդ սերնդին, դրա հաջորդ սերնդին եւ այսպես շարունակ։ Հենց մեր սերնդի օրոք պետք է այդ փոփոխությունները արդեն իսկ բավական մեծ չափով նկատելի լինեն, իսկ հաջորդ սերնդի ժամանակ արդեն առավել մեծ չափով։ Ձեզ շնորհակալություն եմ հայտնում բովանդակալից զրույցի, բացատրությունների համար։ Մեր ժամանակը սպառվում է եւ արդեն իսկ սպառվել է եւ կառաջարկե ես ձեզ, որ շարունակական լինի մեր այս քննարկումները եւ որոշ ժամանակ անց դարձյալ մենք անդրադառնանք ազգային գաղափարախոսության եւ հարակից հարցերին։ Սիրով։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր Արարատ Ղուկասյանը։ Ձեզ ստեսություն եմ ասում եւ Աստված ամենքիդ հետ։